Նոյեմբերի 20-ին Շինուհայրի գյուղապետարանում կայացավ քաղաքացիների սպասարկման գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը։ Գրասենյակի նպատակը մեկ կանգառ, մեկ պատուհան սկզբունքի համաձայն ծառայությունների կենտրոնացված մատուցումն է քաղաքացիներին, տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետության, թափանցիկության եւ հասանելիության բարձրացումը, քաղաքացու եւ գյուղապետարանի միջև առավել մատչելի եւ դյուրին հաղորդակցության ապահովումը։ Այսուհետ քաղաքացիները կստանան իրենց հետաքրքրող տեղեկատվությունը եւ ծառայությունները մեկ վայրում։ Այն մտահոգությունները, որ դեռ հանրակրվեից առաջ մեր բնակիչները հայտնում էին, որ տեղեկանքի համար ընդեղից այսքան կիլոմետր ոնց գնանք, ոնց գանք եւ այլն, այդ մտահոգությունը այսօրվանից արդենից դեռ չխոշորացված այս տեղեկատվական համակարգը համայնքներում աշխատելու է եւ այդ ամբողջ տեղեկատվությունը, եթե բնակչին որևէ տեղեկանք հարկավոր կամ ուզում է դիմում գրել համայնքի ղեկավարին, կամ որևէ հարցով ուզում է դիմել, կամ որևէ շինթույլտվություն, կամ որևէ այլ թույլտվություն ստանալու համար դիմում է համայնքի ղեկավարին, ինքը դրա համար Հալիձորի բնակիչը չի դիմում հասնում Շինուհայր, այլ անմիջապես Շինուհայրում իր ներկայացուցիչն է դիմում ու սահմանվածքով ինքը այդ պատասխանները ստանում է, թույլտվություն ստանում է, մի խոսքով ճանապարհ կտրելու մեր բնակչին նման հարց չի մելու։ Միջոցառմանը մասնակցում էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Անյե Քեմփան, Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության Երևանյան գրասենյակի համղեկավար Լուկաս Լուշերը, քաղաքապետեր, ինչպես նաեւ այլ հյուրեր։ Գրասենյակը հիմնադրվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող համայնքների զարգացում Հարավային Կովկասում ծրագրի շրջանակում, Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ, Հայաստանում Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ։ Քաղաքացիների սպասարկման գրասենյակում ներդրվել է համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ, որի խնդիրը տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումն է։ Որպես տեղական ինքնակառավարման մարմինների համար մշակված տեղեկատվական համակարգ այն թույլ է տալիս ապահովել տեղեկատվական հոսքերի ավտոմատացված կառավարում համայնքապետարանում։ Համակարգը նպաստում է քաղաքացիների նկատմամբ թիմերի հաշվետվողականության եւ թափանցիկության աստիճանի բարձրացմանը, մատուցվող ծառայությունների վրա ծախսվող ժամանակի կրճատմանը, մասնակցային տեղական ինքնակառավարման ապահովմանը։ Համակարգի միջոցով հնարավոր է դարձել մատուցել առցանց ծառայություններ բնակիչներին, հետևել դրանց ընթացքին, հարցերի դեպքում առցանց դիմել համապատասխան մասնագետներին, ստանալ կարևոր տեղեկատվություն համայնքի վերաբերյալ։ Վարչատարածքային բարեփոխումների շրջանակում համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը կապահովի խոշորացված համայնքի արդյունավետ կառավարում։ Վերջին մեկ տարվա ընթացքում Բաղաբուրջի հուշահամալիրում հսկայական աշխատանքներ են կատարվել, մաքրվել են հուշաքարերը, այնուհետև նորոգվել է տարածքը։ Օրերս էլ Գորիսի Կայազորի ռազմական ոստիկանության առաջին կարգապահական վաշտի անձնակազմի միջոցով տարածքը մաքրվել է չորացած տերևներից, թփերից ու մացառներից։ Նման միջոցառումները նախատեսված օրվա կարգացուցակի եւ ամսական միջոցառումների պլանի, որը նշված է որպեսզի հասարակական եղբայրական գերեզմանում, հասարակական միջավայրերում կատարել նման մաքրման աշխատանքներ եւ մենք մեծ սիրով ու պարտավորությամբ ողջ ազնագազմի հետ միասին կատարում ենք նշված աշխատանքները։ Նմանատիպ նախաձեռնություններով առաջին կարգապահական վաշտը հաճախ է հանդես գալիս։ Որոշ ժամանակ առաջ աշխատանքներ են տարվել Կարապետի լիճ կոչվող հանգստյան գոտում, Գարեգին Նժդեհի հուշահամալիրում։ Մեր զինվորները կարգապահական տուժ կրող զինծառայողներն են կարգապահական վաշտում եւ նման միջոցառումները պարբերաբար լինում եւ տարածքը հատկացված է առաջին կայազորային կարգապահական վաշտին։ Զինծառայողները սիրով են կատարում իրենց հանձնարարված աշխատանքը, ասում են, պարտավոր ենք գոնե այսպես հարգելու մեր ավագ ընկերների հիշատակը։ Ի վերջո մենք ենք այս զոհված տղաների կիսատ թողած գործը շարունակողները։
Նոյեմբերի 18-ին Կապան մոլում բացված հնդկական ցուցահանդես վաճառքն ավարտվեց նոյեմբերի 22-ին։ Կապանում առաջին անգամ կազմակերպված տոնավաճառը մեծ աշխուժություն առաջացրեց եւ բնական է, որ այդ օրերին առևտրի կենտրոնը մարդաշատ էր։ Թմբուկի հարվածները առավոտից երեկո այստեղ էին կանչում բոլորին։ Գալիս էին ոչ միայն տեղաբնակներ, այլ նաեւ տարածաշրջանի գյուղական ու քաղաքային համայնքների բնակիչներ։ Այդ 5 օրերին Կապան մոլում ասեղ գցելու տեղ չկար, եթե անգամ գնումներ չէին անում, ծանոթանում էին հնդկական մշակույթին, հիանում, փայլփլուն ու գունագեղ զարդեղենով։ Ցուցահանդես վաճառքի փակման օրը այցելուների թիվն ուղղակի եռապատկվել էր։ Կապանցի երեխաները հնդիկ հյուրերի համար անակնկալ էին պատրաստել։ Ի պատասխան մեր փոքրիկների հնդիկ վաճառականները եւս հանդես եկան յուրօրինակ կատարմամբ։ Սա մեր ազգային պարերից է, ասաց Ռահուլը եւ ավելացրեց, որ այն նվիրում են Կապան մոլին եւ բոլոր կապանցիներին ի նշան երախտիքի։ Դոլ պարոգ է կոչում, դոլ պարոգ։ Հատուկ մի քիչ ավելի ուրախ ձևն է, այսի որ շատ ուրախանում են, կան ուժը խփում է, կան ուրախություն դուրս է գալի, ազգայինն է։ Ռահուլն ու իր ընկերները զարմացած էին փոքրիկների կատարումից։ Նա ասաց, որ Հնդկաստանում էլ կա հայկական դպրոց, որտեղ ժամանակ առ ժամանակ ինքն այցելում է։ Ես անգամ որ հնդկական ձևով երեքեք մեզի ուրախացրել ենք, էսի ավելի դուրը տեկավ, շատ ուժեղ է, շատ լավ։ Չեմ հավատում, որ հնդկական երգիով իսկ սիրուն ձևի ապրել ենք։ Դրա համար նշանակում է, որ ճիշտ սրտով հնդիկների սիրում ենք։ Հիմա մյուս անգամ մենք մեր ձևի ուրիշ ձևի կգանք, պարոկ մարոյով, ուրիշ բան, հետաքրքիր կբերենք։ Ինչևէ կապանցիների հյուրընկալությունից գոհ է Ռահուլը եւ հավաստիացրեց, որ ամռանը նորից կգան առավել հարուստ ու հագեցած տեսականիով։ Տպավորություն լավ է, նորմալ է, ուրախ ձևով գնում ենք, մտածում եմ մյուս անգամ էլ կգամ։ Էլի կապանցիների շնորհակալություն հայտնվում է մի անգամ էլի, որ մեզ նույն ձևի միս սրտով ընդունենք, որ ուրախ ձևով էլի շատ ուրիշ տեսակով կգամ։ Հնդիկ հյուրերի հրաժեշտից հետո Կապան մոլը ձեռնամուխ է եղել նոր նախաձեռնության։ Նոյեմբերի 28-ին, 29-ին եւ 30-ին առևտրի կենտրոնը կազմակերպում է մեկ այլ տոնավաճառ, որտեղ կվաճառվեն ներկրված ապրանքներ ինքնարժեքով։ Տոնավաճառը դարձյալ գործելու է 3-րդ հարկում 3 օր, ժամը 12-ից մինչև երեկոյան 20-ը։ Կբացվեն առանձին տաղավարներ, կլինեն վաճառողներ, կանցկացվեն նաեւ ժամանցային շոու ծրագրեր։